Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ, ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ։ Իհարկե, այդքան էլ հաճելի չի արդեն որերորդ տարին հաջորդ տարվա բյուջեն քննարկել 2018-ից առաջ այդ բյուջեն թալանողների հետ, բայց ամեն դեպքում բյուջեն, սիրելի հայրենակիցներ, սիրելի քաղաքացիներ, ըստ էության բյուջեում արտահայտված է կառավարող թիմի քաղաքական կամքը, համոզմունքները, արժեհամակարգը եւ վերանձնային երազանքները։ Եվ ես հպարտությամբ կարող եմ արձանագրել, որ այս բյուջեով մենք ավելի ենք մոտենում մեր նպատակներին։ Կրթված, առողջ, ուժեղ հասարակությամբ, տնտեսապես զարգացող եւ խաղաղ պետություն ունենալու մեր 100-ամյա, եթե ոչ 1000-ամյա երազանքներին։ Երեկ եւ այսօր շատ հնչեց այն միտքը, որ սա խաղաղության բյուջե է, եւ իրապես մենք հիմա պատմական հանգրվանում ենք, սիրելի հայրենակիցներ, որտեղ հայ ժողովուրդը կանգնած չէ գոյաբանական հարցի առաջ, որտեղ հայ ժողովուրդը ունի իր ամուր պետությունը, երբ հայ ժողովուրդը իր միտքն ու ներուժը կարող է կենտրոնացնել սեփական հայրենիքի, սեփական պետության զարգացման վրա։ Մենք պատմականորեն մի հանգրվանում ենք, սիրելի հայրենակիցներ, երբ առաջին անգամ քննարկում ենք մեր ապագան խաղաղության պայմաններում եւ առաջին անգամ քննարկում ենք վստահ քննարկում ենք մեր խաղաղ ապագան։ Բյուջեի քննարկումները որքան էլ մասնագիտական են, շատ վերլուծություններ եւ մեկնաբանություններ ոչ այնքան խրթին մեր քաղաքացիներից շատերի համար, սակայն մյուս կողմից մենք բյուջեն կարող ենք տեսնել եւ շոշափել։ Մենք կարող ենք երթևեկել մեր կառուցած ճանապարհներով, մենք կարող ենք հաճախել ժամանակակից դպրոցներում անկապարտեզներ, կարող ենք ունենալ գեղեցիկ եւ խնամված բնություն, կարող ենք մեզ անվտանգ զգալ մեր երկրում, կարող ենք պաշտպանվել արտաքին վտանգներից եւ մի շարք կարողեներ կարելի է ավելացնել այստեղ, բայց անկյունակարային այնն է, որ այս ամենի հեղինակը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է, ում քրտնաջան աշխատանքի եւ վճարած հարկերի շնորհիվ հնարավոր է դառնում այս ամենը։ Հայաստանի Հանրապետության քաղաքացու շնորհիվ է, որ հիմա մենք ինքնուրույն ենք եւ ազատ։ Չափազանց կարևոր է, որ բյուջեում արտահայտված են Հայաստանի Հանրապետության բոլոր համայնքների զարգացման ուղղված ծրագրեր։ Եվ մենք ոմանց պետք չենք ասում, դե Կապանում ամրաշինական կառույցներ պետք չեն, դե սահմանամերձ շրջաներում դե դպրոց ինչի կառուցենք, հենա այնտեղ դպրոց կա, դե երեխեք գնանք, մենք այդպես չենք ասում։ Վերջին շրջանում ես շատ եմ լինում Հայաստանի տարբեր համայնքներում եւ տեսնում եմ, թե ինչ մեծ տեմպերով են իրականացվում, ուրեմն մեր կողմից ընդունված ծրագրերը։ Եվ այս ծրագրերը մենակ ապագայի մասին չեն, այլև ներկայի մասին են, որտեղ հիմա այս ծրագրերի իրականացման շնորհիվ բազմաթիվ աշխատատեղեր են նաև ստեղծվել, որոնց շնորհիվ մեր հայրենակիցները մոռացել են արդեն արտագնա աշխատանքի ճանապարհը։ Եվ ես շատերի հետ որ զրուցում եմ այդ ծրագրերի ուրեմն շնորհիվ աշխատանքի անցած մարդկանց հետ, նրանք հենց առաջի բանը դա են ասում, որ մեր տանը այսօր այստեղ մեր տանն այլևս կա հնարավորություն տուն պահելու։ Այսինքն տանը ապրելով մենք մեր տունը կարող ենք պահել եւ պետք չի գնալ եւ փնտրել ինչ որ ճանապարհներ մեր տունը պահելու, մեր ընտանիքների բարեկեցությունն ապահովելու համար։ Այո, դեռ բավարար չափով չկան այն հնարավորությունները մեր ընտանիքների բարեկեցությունը, ինչպես որ մենք ենք ուզում ապահովելու համար, բայց ոչինչ։ Մենք արել ենք, անում ենք եւ անելու ենք առավելագույնը դրա համար։ Ասում ենք մեր ծրագրերը եւ բոլոր բյուջեները մարդկանց մասին են, կենտրոնում մարդն է եւ ճիշտ ենք ասում։ Որովհետեւ այս ծրագրերի արդյունքում կենտրոն պետք է դառնա այն վայրը, որտեղ Հայաստանի Հանրապետության քաղաքացին է եւ կապ չունի այդ քաղաքացին։ Քաջարանում է, Աշոտցքում է, Վերազդանում է, Երևանում է, Մաշտոցի պողոտայում է, թե որտեղ է։ Որովհետև Հայաստանի բոլոր համայնքներում ստեղծվում են ժամանակակից մարդու համար հարմար միջավայր, ենթակառուցվածքների, կրթական ու բժշկական հաստատությունների, որակյալ ճանապարհների, ժամանցի վայրերի տեսքով։ Այո, դեռ բավարար չի, բայց մենք արել, անում եւ անելու ենք առավելագույնը այս վերջնանպատակին հասնելու համար։ Ժամանակակից բովանդակությամբ եւ շենքային պայմաններով դպրոցների ու մանկապարտեզների շնորհիվ, սիրելի հայրենակիցներ, մենք հաստատապես ունենալու ենք նոր որակի պետություն եւ ավելի մեծ երազանքներով ու այդ երազանքներին հասնելու համար ավելի մեծ հնարավորություններով հասարակություն։ Եվ այստեղ ինձ համար կարևորագույն կետն այն է, որ այս դպրոցներում սովորած մեր քաղաքացիներին այլևս հնարավոր չի լինելու պահել խավարամտության մեջ։ Հնարավոր չի լինելու խաբել, կաշառել, ստիպել։ Մեր հասարակության կրթվածությամբ է, որ մենք պետք է փակենք եւ փակելու ենք 2018 թվականից առաջ եւ դրանից դեռևս շատ առաջ հայ ժողովրդի մեր մեջ, իմ մեջ, ձեր մեջ, բոլորիս մեջ արմատացած բազմաթիվ արատավոր երևույթներ։ Եվ սրա համար են ըստ էության անհոգնել ընդդիմախոսները պայքարում դպրոցաշինության ծրագրերի եւ ցանկացած ըստ էության զարգացման ծրագրի դեմ, որովհետեւ զարգացած հասարակությունը չի կարող հանդուրժել Ռոբերտ Քոչարյաններ, Սերժ Սարգսյաններ, որովհետեւ կրթված հասարակությունում չի կարող լինել 1998 թվական, որտեղ ոչ Հայաստանի քաղաքացին կարող է գալ եւ զավթել իշխանությունը։ Չի կարող լինել 2003 թվական, որտեղ օրինակ վետերաններին կարող էին կանչել եւ մի տուփ սիգարետ տալ եւ 5000 դրամ եւ 2000 դրամ անգամ բաժանել մարդկանց, ցորեն, բրինձ եւ ալյուր եւ դրանով ուրեմն ստիպել, որ գնան եւ իրենց ընտրեն։ Չի կարող լինել 2008 թվական, որտեղ փողոցում մարդկանց էին գնդակահարում իշխանությունը ընկերներով իրար մեջ կիսելու համար։ Չի կարող լինել 2015 թվական, որտեղ սահմանադրություն հրամցրեցին մեր ժողովրդին, որը ընդհանրապես կապ չուներ
այս ժողովրդի երազանքների, ցանկության եւ մեր պետության նաեւ հարատևման եւ գոյատևման հետ։ Եվ ամփոփելով, քանի որ շատ խոսքեր ասվեցին եւ շատ տվյալներ ներկայացվեցին, ես շնորհակալություն եմ հայտնում կառավարությանը այս բյուջեի համար, շնորհակալություն եմ հայտնում քաղաքացիական պայմանագիր կառավարող թիմին կատարված աշխատանքի համար եւ այսօր այս պահին իրապես մենք հանգիստ սրտով կարող ենք անել են արտահայտությունը, որ ընդդիմադիր ժամանակներում մշտապես հնչել է Հայաստանի Հանրապետությունում, մենք ենք տերը մեր երկրի եւ սա անշրջելի է։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Ձեր թույլտվությամբ ես մի փոքր շեղվեմ բյուջեի քննարկումից, որովհետեւ մի հատ sense վատ պրակտիկա կա ձևավորված, որին ուզում եմ անդրադառնամ։ Երբ որ դիմադիր ուժերի առաջնորդները տենց ամիսներով պարապում են, հետո մեկը ինչ-որ ոդքաստ անում, մյուսը հարցազրույց է տալիս, ու եթե հանկարծ արձագանքում ես, միանգամից sense մի աժոտաժ, մի բան եկել լրագրողները վարչապետին բան, հա, տեսեք, ռեժիմը խոճապի մեջ է, մեզ արձագանքել են։ Նենց տպավորությունն է, ոնց որ դուք եք զարմանում, որ ձեր ասածին արձագանքում են, որ ընդհանրապես ձեր ասածը արժանի արձագանքելու։ Բայց իրականում հարգելիներս մենք ոչ թե արձագանքում ենք այն անլուրջ արգումենտներին, եթե իհարկե դրանք կան ձեր խոսույթում, այլ իրականում անհանգստանում ենք այլ առումով։ Անհանգստանում ենք ձեր խոսույթի մշակութային հետևանքների համար, որի իմիջիալոց այդ հետևանքները դուք կարելու սովորություն չունեք, էլի դուք այն որ ասում են դուք հիշաչար չեք, դուք չարություն անում եք ու մոռանում եք դրա մասին։ Իրանցի եկեղեցին էլ ձեզ վկա։ Հիմա իհարկե այսօր խոսեմ, ես sense համընդհանուր ընդդիմության մասին եմ խոսալ, դուք կարող եք հակադարձել եք ինչ կապ ունի մեր հետ, էսի Սերժ Սարգսյանն է, այս Ռոբերտ Քոչարյանն է, այս ձևիցներն են, այս թևիցներն են, թե բա դրոշ դաշնակցությունն են վարում, մենք ինչ կապ ունենք եւ այլն, բայց ժողովուրդ, երբ որ հետևում ենք, ախր դուք այս մեկի շտաբից մտնում եք, մյուսի շտաբից դուրս եք գալիս։ Մի օր պարզվում է, որ Թագուհի Թովմասյանը այլևս հանրապետական է։ Մի օր պարզվում է, որ Տարոն Մարգարյանի Սակուլիկների խմբի ղեկավար Սևակը այլևս դաշնակցական է։ Ու դրա համար էլ ես sense ընդհանուր համատեքստով եմ խոսալու, այնպես որ դրան հակադարձել է անիմաստ է։ Հիմա վերադառնալով խոսքից, ինչ անհանգստություն կա ձեր ընդհանրապես խոսույթի հետևանքների մասին։ Օրինակ, իմ համար շատ անհանգստանալու է, ինչ կմտածի այն աշակերտը, ում ասում են, որ իր դպրոցի վրա մեծ ծախսեր անելը, այդ թալանին հավասար մի բան է, որտեղ այդ փողը պիտի ծախսվի, այն մյուս են պրեստիժնի դպրոցներ կան, էլի, մեծ շատ աշակերտներով Երևանի կենտրոններում եւ այլն։ Իսկ այդ հերավոր գյուղերում այդ ինչ նշանակում է աշակերտի վրա ծախս անելը, ընդհանրապես այս գործարան ու բան համատեքստում, գործարան ու դպրոց համատեքստում ընդհանրապես ուզեի ձեզ հիշեցնել, որ 88 թվականին, երբ որ այլ երկրները այստեղ բնակելի տենց ավաններ էին կառուցում, բրիտանացի առաջի բան որ կառուցել են դպրոց են կառուցել, հիմա խորհուրդ եմ տալիս բրիտանացի գիտնականներին ասել ինչի զավոթ չսարքեցին, այլ եկան ու դպրոց սարքեցին։ Մյուսը որ անհանգստանում եմ, օրինակ ես ինչ կմտածի այն զինվորը, որին ասում են, որ իր հրամանատարը պիտի թալանի, որովհետև վերջ-վերջ այդ հրամանատարը իր կյանքն է ժամանակին տենց դրել հանուն հայրենիքի, բայց թե այդ զինվորը ինչա դրել, որ այս պահին այդ թալանի զոհն է հանդիսանում, երևի ոչ մեկ չգիտի, հա։ Երրորդը որ անհանգստանում եմ, ինչ կմտածի այն մարդը, ով որ աշխատել է, բայց աղքատ է եղել, ու իրան ասում են, դե գիտես, տնտեսական աճ ա եղել, հետո կենտրոնացում, սենց հետո գլոբալիզացիա, հետո ինչ-որ սենց ինչ-որ տերմիններ եւ այլն, ու այդ փողը պատահականությամբ սենց լրիվ կուտակվել է որոշ երանելի ձեռքը, որոնք չգիտես, պատահականորեն փոխկապակցված են եղել իշխանության եւ նրանց ներկայացուցիչների հետ։ Օրինակ ինչ կմտածի այն ուսանողը, որը պատրաստվում է լրագրող դառնա, ու տեսնում է, որ նախքին երբեմնի տենց նախագահի աթոռը զբաղեցրած անձը նախընտրում է իր ոդքասթը անցկացնել, այն միմա, չգիտեմ, ինչ է դրանց ալիքը կոչվում, հայհոյախոս, սպառնալիքներ հնչեցնող ինչ-որ բլոգերների հետ։ Օրինակ լրագրողները հետ մտածել են, ինչի համար են օրինակ իրանք ընտրվել, էլի որպես բան։ Ինչ կմտածի 30 տարի պատերազմում եղած հանրությունը, եթե նրան ասում են, որ այդ 29000 եւ ալնից դուրս, եթե դու չունես կոնֆլիկտ, ուրեմն դու տարածաշրջանում հետաքրքրություն չես ներկայացնում։ Ինչ այլպես պետության ներկայացմամբ 29000 եւ ալնն էլ է, էլի վերաբերում։ Կարող հայրերն էլ էր ժամանակին տենց ասում, հայրեր եւ ալն, վերջմել ամեն, ասենք։ Էս է, էլի ձեր վերաբերմունքը պետությանը եւ ընդհանրապես այն ինքնությանը, որ դուք սիրում եք պնդել։ Ինչ կմտածի ուսանողը, ում միջազգային օրով համոզում են գնալ մասնակցել քաղաքական ինչ-որ միջոցառման, DVD ու էպիլատոր շահելու, տենց սպասելիքներով դիմա մի քիչ զարգացել ենք, DVD էպիլատոր չի բանա, iPod-ա բանա, տենց բաներ են բանանում։ Ասենք հա էլի կարող է ձեր կուսակցական տոմսերն էլ Մալացիա Սեբաստիանում վաճառեք, որ մարդիկ գնեն ու հավատան, որ արդար է, ու գան տենց iPhone շահեն, բան շահեն, բայց սա վերաբերմունք է երիտասարդներին, թե բա երիտասարդները շարժիչ ուզեն։ Մի հատ ուժ էլ կա, ասում է թե օրը բան, ամիսը 4 անգամից ռեկլամ անես, էս անես, այս հեշթեգը դնես, էս անես, կարող է փող շահես։ Ֆրիլանսով այդքան բան անողը բան երաշխավորված աշխատավարձ կստանա, թե բա փող կարող է շահես, էլի։ Հա ու անհանգստանում ենք այս ամեն ինչի համար։ Մյուս անհանգստությունը, ընդհանրապես մյուս անհանգստությունն էլ այդ բարերի արժեզրկումն է։ Ձեզ թվում է, որ հեծանիվին հրթիռ ասեցիք, այդ հեծանիվով լուսին եք գնալու։ Ասենք հետևել եք, թե ինչ բարեր եք այս ընթացքում օգտագործում, ինչ կարգի արժեզրկելով։ Կարամ դրանք թվարկեմ, էլի կապիտուլյացիա, քաղբանտարկյալ, իշխանազավթում, քաղաքական հայացք ու կոշտ քննադատություն։ Ու տենց դուք մտածեք, ոնց կարելի է սեփական ժողովրդին անընդհատ տարին մի քանի անգամ պնդել, որ իր սեփական երկիրը կապիտուլացվել է։
Այդպես մի քանի անգամ պնդել, հետո էլ հետ գալ ասել այն մի կապիտուլյացիան լավն է, ու ամեն օր ասուլիս տալ, որ եկեք այդ կապիտուլյացիան մենք ստոտակի պետք է իրականացնենք, եւ որ ասում ենք կապիտուլյացիա, այդ մի հրաշք կապիտուլյացիա է։ Կապիտուլյացիան էլ մա վատը ու լավ է, էլի, սենց։ Ու 5 անգամ կարող նույն երկիրը կապիտուլացվի։ Հետո երբ որ բարերից եք խոսում ես ամեն ինչից հետո, կամ քաղբանտարկյալ տերմինը։ Ձեր կոչած որ մի կողմ թողենք, որ միջազգային ոչ մի լուրջ կազմակերպություն չի հաստատել իրանց գոյության մասին, որ մի քաղբանտարկյալ ինձ մի հատ թափ տաս, քրեական գործերը որ թափվում է, մի արժե զրկեք, ասենք դու պատկերացնում ես քաղբանտարկյալ ու վարդանիկ, հա։ Այն որ ես արամ այդ երկրում դրանով հերոս չդարա, դրանով քաղբանտարկյալ չդարավ։ Այդ մարդը բյուջե է լափում, այդ մարդը կաշառակերությամբ է զբաղված, այդ գործով գնում է գալի ասում է քաղբանտարկյալ։ Վաղը մյուսը կարող է բոլոր հանցագործները որոշեն իրանց բռնվելուց 5 պակաս ելնեն մի քաղաքական հայտարարություն անեն, որ հետո իրանց քաղաքական բանտարկյալ հայտարարեն։ Թե բա սուր քննադատություն եւ քաղաքական հայացք։ Քննադատությունը գիտեք ինչա, քննադատությունը ուրիշի արարքները հիմնավորված, հոդաբաշխ, հիմնավորումներով քննադատելն է, քննարկելն է։ Մարդը հելնում է մի հատ վիդեո է տարածել, մենակ ինքը չէ, էլի կա սենց։ Ծերի ծեր միայն հայոյանք ու ֆիզիկական բանը, տենց հաշվեհարդարի բաները, ասում են քաղաքական սուր խոսք է։ Շատ քաղաքական սուր խոսք է։ Վաղ մյուս օր այդ հայոյանքները, հարգելիներս, այդ որ դուք այդ հայոյախոսներին ձեր կողմը տենց պահում եք, մի օր պատտվելու են գալու են ձեր կողմ։ Ու իմիջիայլ ձեր կողմ գալու են առանց ձեզ հակառակվելու, որպես բարեկամ են գալու ձեր պատուհանների տակ։ Դուք ուզելու եք իրանցից ազատվեք, լրագրողներն էլ է սա վերաբերում, որ վերնագիր եք դնում, որ MVD-ի նախարարը, չգիտեմ MVD մենք եւ ֆանից չունենք, պետքա տղամարդանի որ քֆուր տա եւ այլն ասես բաներ, մի օր այս մարդիկ ձեր մասնագիտությանն են անդրադառնալու, ու դուք չեք կարողանալու պաշտպանվել, որովհետեւ հակառակորդից ավելի հեշտ է պաշտպանվել, բայց անցանկալի բարեկամից այդքան հեշտ չի ազատվելը։ Իսկ իրանք գալու են ձեր մոտ որպես անցանկալի բարեկամներ։ Հիմա ինչ վերաբերում է իշխանազավթմանը արագանցնեմ, ուրեմն ասում եմ միջազգային ընդհանրապես այդ կազմակերպությունների դիտորդական բաները 98 թվականի խորապես թերություններ չեն համապատասխանում չափորոշներին լրջագույն կեղծիքներ 2003-ին էլ չեմ ասում որ ընդհանրապես տվեցիք ամեն ինչ անցակ 200-ից ձերբակալումներ կեղծիքներ լցոնումներ մեդիա կողմնապահություն եւ այլն ոչ մի միջազգային կառույց չի ընդունում Սերժ Սարգսյանն էլ ասում է որ մեր ժողովրդավարությունը դա մեր ձևով ժողովրդավարությունն է եւ եվրոպական ժողովրդավարությունը այստեղ անելիք չունի ու դա բերում է նրան որ 2008-ին այլ խայտարակ իրավիճակ է լինում էլի խնդիրներ էլի կեղծիքներ եւ տեղի ունենում այն ինչ տեղի ունեն դրանից հետո մի քիչ մեղմվում է միջազգային դիտորդների կարծիքը որտեղ Սերժ Սարգսյանը արդեն ինստիտուցիոնալ է դարձել կաշառքի ինստիտուտը ամենազազրելի ինստիտուտը որը մինչեւ 2018 շատ լավ աշխատեց ընտրությունների համար որը մինչեւ 2018 ընդհանրապես մշակութային եւ արժեքային համակարգով հասարակությունը, չգիտեմ, ուր հասցրեց մինչեւ։ Ու դուք դեռ խոսում եք իշխանազավթից։ Իսկ ինչ են ասել 2018-ի, 2021-ի ընտրությունների մասին։ 2018-ին հիմնարար ազատությունների հարգանք, լայն հանրային վստահություն, թափանցիկություն, համապատասխանություն։ 2021-ին, ուրեմն կներեք, լավ, 2021-ին մրցակցային լավ կառավարում հիմնական ազատությունների նկատմամբ հարգանք իհարկե լարված մթնոլորտ եւ լավ հիշեք որ մենք այլևս 2021-ին այս լարված մթնոլորտում բայց մրցակցային պայմաններում եւ ազատությունների նման ազատությունների նկատմամբ հարգանքով ընտրված իշխանություն ենք երբ որ իշխանազավթերից եք խոսում այս ամենը հաշվի առեք ու երբ որ հերոսապատումներ եք պատմում ձեր մասին ձեր անցյալի մասին լավ հիշեք որ ձեր ցանկացած հերոսապատում խոշոր հաշվով ապօրինի է որովհետեւ դուք չեք ունեցել լեգիտիմություն եւ չեք ունեցել իրավական այդ հիմքը անելու որևէ որոշում կատարելու որևիցե քայլ Հայաստանի Հանրապետության անունից գնացեք մտածեք ովքեր են իշխանազավթները ովքեր են հայոյախոսները եւ մնացածները շնորհակալ եմ Շնորհակալ եմ մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, այստեղ գտնվողներս գիտենք, որ տիկին Աննա Գրիգորյանի շատ դժվար է որսալ այս մտքերի փոխանակության ժամանակ, հետեւաբար ստիպված եմ հեռակա դիմել նրան, հույս ունեմ, որ պարոն Գառնիկ Դանիելյանի հետ ընդհանրապես տեղերով փոխվել են եւ նա առիթ կունենա վերադառնալ այս ամբիոն եւ բարձրաբանել, թե ինչու է սուտ խոսել հարցազրույցներից մեկում, ընդ որում բարդ ստերից անցել է պարզ ստերին, մի քանի օր առաջ հայտարարել է տիկին Գրիգորյանը, թե ես հակավրացական բանաձև եմ համահեղինակել։ Սա սուտ է, տնտեսական հանձնաժողովի իմ համահեղինակած բանաձևում ոչ մի հակավրացական դրույթ չկա, ընդ որում սա այն պայմաններում, երբ բանաձևի մեջ փոփոխություններ այլ падգամավորներ կարող են իրենց քվեարկությամբ մտցնել, բայց դա էլ տեղի չի ունեցել։ Եվ տիկին Գրիգորյանը առաջարկում է ոչ թե գա այստեղից հեքիաթներ պատմի, այլ մի հատ հակավրացական դրույթ կարդա այն տնտեսական բանաձևից, որ ինքը պնդել է եթերում, որ կարդացել է, գուցե կարդացել է, չի հասկացել, եւ դրա մեջ գտել է հակավրացական դրույթներ։ Տիկին Գրիգորյան, գիտեք, դուք դրանից էլ մի քիչ առաջ արդարանում եք, թե չեք պատրաստվում Սամվել Կարապետյանի ցուցակ տեղափոխվել։ Ես դες համար լավ կամ վատ նորություն ունեմ, այս տեմպերով դուք շուտով հայտնվելու եք Հայելի ակումբում, ոչ թե մեկ այլ ցուցակում, բայց եթե ցուցակներից ենք խոսում, գուցե նաև բարձրաբանեք, թե Վահե Հակոբյանի ցուցակից ինչու տեղափոխվեցիք Ռոբերտ Քոչարյանի ցուցակ, վերջերս պարոն Հակոբյանի նկատմամբ հետախուզություն է հայտարարել դատախազությունը փողերի լվացման գործով, արժե հանրությանը մի հատ պատմել, գուցե ինչ-որ բան գիտեք այնուամենայնիվ այդ ցուցակի ղեկավարի մասին, որ այսօր փաստորեն ըստ դատախազության դուրս է եկել ջրի երես։ Ինչևէ, մեծարգո վարչապետ, մեծարգո նախագահ, սիրելի ժողովուրդ, հարգելի գործընկերներ, կառավարության հարգելի անդամներ, անցած օրերին ջերմոցային պայմաններում խոսել են Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահները եւ չնայած նրան, որ գալիք ընտրություններին ընդառաջ Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը որոշել են որպես միմյանց այլընտրանք ներկայանալ, նրանց առաջարկը Հայաստանի մասին բառերի մակարդակում նույնական է։ Այսպես Սերժ Սարգսյանը ասել է.
մեջբերում եմ, առանց Արցախի Հայաստանի դերակատարությունը այս տարածաշրջանում մոտենալու է 0-ի։ Ճշգրիտ նույն միտքը արտահայտել է Ռոբերտ Քոչարյանը, նա էլ ասել է մեր մասին սկզբում, ինչ են ասում։ Ասում են, սրանք են մեր սահմանները, 29000 եւ այլն քառակուսի կիլոմետր, դրանից դուրս մեզ ոչինչ չի հետաքրքրում։ Հենց դու քեզ սահմանափակում ես այս մտածելակերպով, դու արդեն խնդրեմ ունես, դու դառնում ես մի երկիր, որը տարածաշրջանային որևէ դերակատարություն չի կարող ունենալ։ Այսինքն երկուսն էլ պնդում են, որ Հայաստանի Հանրապետությունը առանց իր սահմաններից դուրս հավակնությունների տարածաշրջանային որևէ դեր չի կարող ունենալ։ Նրանք իհարկե չեն մանրամասնում, մեզ է պետք մեր տարածաշրջանում այդ դերը, թե ուրիշ մեկի սցենարն է սա, որի մեջ մենք պետք է ունենանք այդ դերը։ Եվ եթե Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս հավակնություններ ունենալը տարածաշրջանային դեր է, ինչպես են նրանք պնդում, թե անցած 30 տարիներին բանակցել են հակամարտությունը խաղաղ հանգուցալուծելու համար։ Իրականում ակնհայտ է, որ այո, այս հակամարտությունը ստեղծված չէր լուծում ունենալու համար, այն դեր էր կամ թոք։ Այն ստեղծված էր Հայաստանը լեգիտիմությունից դուրս դնելու համար, եւ սա իր հստակ հետևանքները պետք է ունենար Հայաստանի եւ թե արտաքին աշխարհի հետ հարաբերությունների առումով, եւ թե մեր ներքին կյանքի կարգի համար։ Եվ Հայաստանը այդ դերը կատարելու համար շատ թանկ գիներ վճարում։ Դրանք նախ եւ առաջ մարդկային կյանքերն էին, որոնք էսկալացիայից էսկալացիա կորսվում էին։ Դա նաև մեր ինքնիշխանությունից եւս մի կտոր ամեն այդ էսկալացիայից հետո զոհասեղանին դնելն էր հետաձգելու համար, երկարաձգելու համար հրադադարը, եւ դա բանակցային գործընթացում եւս մեկ դրույթ զոհաբերելու գինն էր։ Այսպիսի մի բանակցային զիջման մասին ահա Սերժ Սարգսյանը պատմում է 2021 թվականի սեպտեմբերի իր հարցազրույցում, ասելով. Երբ խոսվում էր Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամ արտահայտության մասին, ձևակերպված էր, ինչպես ասացի, հետևյալ կերպ, որ վերջնական կարգավիճակը որոշվում է ԼՂ բնակիչների ազատ կամ արտահայտությամբ, որն ունի պարտադիր իրավական ուժ եւ որի օրակարգը ոչնչով չէր սահմանափակվում։ Այս վերջին պարբերությունը, վերջին բարակապակցությունը կտրականապես Ադրբեջանին չէր բավարարում։ Ինչու՞, բացատրում է Սերժ Սարգսյանը, որտեղ առաջին երկու ձևակերպումները տեղավորվում էին իր սահմանադրության շրջանակներում, բացի դրանից վերջում Ադրբեջանը շատ հանգիստ կարող էր ասել. այո, ազատ կամ արտահայտությամբ, որն ունի պարտադիր իրավական ուժ, բայց հաշվի առնելով Ադրբեջանի սահմանադրությունը չի կարող լինել հանրաքվե Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը վերաբերող։ Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը վերաբերող հանրաքվե չի կարող լինել, ասում է Սերժ Սարգսյանը, խոսելով Ադրբեջանի անունից։ Խնդրում եմ նկատեք, թե որքան հանգիստ է նա հիմնավորում, որ Ադրբեջանը չէր ստորագրում այնպիսի հանրաքվեի տակ, որը ենթադրում էր իր տարածքային ամբողջականության մասին հանրաքվե հարց։ Այստեղ վերադառնում ենք այն հարցին, թե արդյոք ամբողջ բանակցային գործընթացը իսկապես իրականում Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս ճանաչելու մասին էր։ Սերժ Սարգսյանը շարունակում է. դրա համար մտածվել էր հետևյալ գաղափարը, որ Ադրբեջանի հետ ստորագրվի փաստաթուղթ առանց այս վերջին իմ ասած մտքի, օրակարգը ոչնչով չի սահմանափակվում։ Դրան անմիջապես զուգահեռ ունենալ համանախագահ երկրների հայտարարությունը այս պարբերությամբ հանդերձ եւ ողջամիտ ժամկետներում ունենալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևը համանախագահների հայտարարության հիման վրա։ Լրագրողի ճշտող հարցին, թե սա երբ է տեղի ունեցել, Սերժ Սարգսյանը ասում է, որ սա տեղի է ունեցել ապրիլյան պատերազմից հետո։ Այսինքն ապրիլյան պատերազմում ճակերտավոր հաղթանակից հետո Հայաստանը համաձայնել է բանակցային գործընթացի հերթական փոփոխության, որով Ադրբեջանը այլևս չէր ստորագրում մի փաստաթղթի տակ, որտեղ ապագա հանրաքվեի օրակարգը կարող էր բաց լինել։ Եվ Հայաստանը համաձայնել էր սրան ինքն իրենց փոփելով, որ այս մասին գրված կլինի ՄԱԿ-ի բանաձևում։ Թերևս սա նկատի ունի Սերժ Սարգսյանը, նաև կանխազգալով, որ շուտով այդ բանակցային փաստաթղթերը կհրապարակվեն եւ իրենք արդեն մտածել են, թե ինչպես են այս ամեն ինչը բացատրելու, բարձրաբանելու, փաթեթավորելու։ Նրանք ասում են, որ դե մենք բանակցում ենք միջազգային հանրության հետ, մենք Ադրբեջանի հետ չէինք բանակցում։ Իսկ ինչ էր ենթադրում հակամարտությունը Հայաստանի ներքին կյանքի համար։ Նախկինում մենք երկար բարակ վերլուծություններ էինք անում, թե հակամարտությունը ինչ հետևանքներ ուներ լեգիտիմությունից դուրս լինել, ինչ հետևանքներ ուներ Հայաստանի ներքին կարգի, օլիգարխիայի հետ, բայց այլևս վերլուծություններ պետք չեն, որովհետև Սարգսյանը անբռնազբոսիկ պատմում է, թե ինչպիսին է եղել այդ ներքին կարգը։ Նա ասում է. լավ կլիներ, որ այդ մարդիկ, խոսում է հրամանատարների մասին բանակի, զերծ լինեին այն բոլոր վարքագծային կանոններից, որոնք հասարակության դժգոհությունն են առաջացնում, բայց այդ մարդիկ, որ գնացել էին, իրենց կյանքը տալիս էին հայրենիքի համար, այդ մարդիկ արժանի չէին հարգանքի։ Խոսքը միայն հրամանատարների մասին չէ։ Վստահ եմ, որ գրել են ու էլի գրելու են, որ արտոնյալներ եղել են։ Այո, հա, դա այդ փուլն էր, երբ Հայաստանում հարուստներ սկսեցին երևալ։ Այս ժամանակահատվածում այդպես էլ պետք է լիներ, որովհետև ամեն ինչը կուտակային էր։ Դա կուտակային process էր, բայց մեկ-մեկ չարաշահում էին, բայց դե հարուստ մարդիկ էին, խոսում էին դղյակների մասին։ Լավ, հարուստ մարդուն ո՞նց արգելես մեծ տուն ունենալը։ Հասկանում եք, եւ այս մարդիկ մեզ մեղադրում են մինչև 2020 թվականի բանակը, իրենց կառուցած բանակը, այսինքն այնպիսի հրամանատարներով, ովքեր հնարավոր չէր ասել, որ լսի դու չես կարող ապօրինի դղյակ ունենալ, որտեղ այդ մարդիկ ուրեմն պատերազմում կռվել էին, մեղադրում են մեզ, ասում են բանակը, այդ բանակը քանդեցիք։ Մի բան, որ եթե իրենց նկարագրած գեներալների պարագայում արժեր անել, մենք ցավոք չենք արել։ Ընդ որում Սերժ Սարգսյանի թիմը այս մտքերը բարձրաձայն չի կրկնում այստեղ երբեք։ Ոչ թե Ռոբերտ Քոչարյանի թիմն է գալիս եւ այստեղ իրենց քաղաքական մտքերը կրկնում։ Այդ մարդիկ այլ մտքեր են այստեղ խոսում։ Այսինքն, օրինակ Տիկին Աննա Մկրտչյանը գա այստեղ ասի իմ դղյակը, իմ ընտանիքի դղյակը, ինչ պատմի դրա մասին, էլի, ինչ կարող է խոսել։ Ինչևէ, հարգելի գործընկերներ, այս մեջբերումը ցույց է տալիս, թե ինչ
կապ է ունեցել այնուամենայնիվ այդ լեգիտիմության պակասը, ինչպես մեր ու տարածաշրջանի հարաբերություններում, մեր ու աշխարհի հարաբերություններում, այդպես էլ մեր ներքին կյանքի առումով, եւ մեր անելիքները շատ հստակ են։ Մենք պետք է շարունակենք ապօրինի գույքի բռնագանձման օրենքի կիրարկումը։ Դա պետք է լինի հանրային համերաշխության վերադարձի ճանապարհը։ Հանրային համերաշխության վերահաստատման ճանապարհ պետք է լինեն նաեւ գալիք ընտրությունները, որովհետեւ դրա միջոցով միայն հանրությունը կարող է իր կարծիքը արտահայտել եւ համերաշխ լինել արդյունքների հետ։ Իսկ հակամարտությունը ավարտված է եւ Հայաստանի դերը այս տարածաշրջանում ինքն իրեն վերագրած դերը, այլ ոչ թե այլոց սցենարի մեջ ունեցած դերը ապրելն է խաղաղ երջանիկ կյանքով։ Շնորհակալ եմ։ Մեծարգո արժան նախագահ, կառավարության հարգելի անդամներ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, քննարկում ենք Հայաստանի հաջորդ տարվա գլխավոր փաստաթուղթը, բյուջեն, ու պիտի ասեմ, որ սկսած հանձնաժողովների նիստում քննարկումներից, վերջացած արդեն այս քննարկումներով մեծ հետաքրքրություն չնկատեցի մեր ընդդիմադիր գործընկերների կողմից։ Եթե մի երկու պատգամավոր գոնե հարցեր չտային ոլորտային, ապա կարող ենք ասել, որ սա իրապես, իսկապես լավագույն բյուջեն է, որի մասին ընդդիմությունը ասելիք չունի։ Պաշտոնյաների մեծ մասի որևէ մեկ ընդդիմությունից հարց չտվեց, մի մասին էլ բոլորովին այլ թեմաներով հարցեր տվեցին, հենց սա է ցավալին, երբ բանը հասնում է բովանդակությանը, լռություն է։ Ամբողջ օրը լալահաչար գրառումներ, հարցազրույցներ են տալիս, թե ամեն ինչ վատ է, բա բյուջեի փաստաթղթից է լավ առիթ գալ եւ փաստարկված ներկայացնել, թե որ ոլորտում ինչն է վատ։ Իսկ ինչ ունենք փաստացի։ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն 2018 թվականից հետո աճել է ավելի քան 140%-ով։ Այս դեպքում մեր ընդդիմությունը սիրում է ասել, դե պարտքն էլ է աճել։ Հիմա մի ուրիշ տվյալ բյուջեի եկամտային մասը աճել է ավելի քան 130%-ով։ Բա որ պարտքի հաշվին է աճում։ Ինչպես է եկամուտների աճի տեմպը գրեթե համարժեք ծախսերի աճի տեմպին։ Ինչ վերաբերում է պարտքին, աշխարհի գրեթե շատ երկրների մեծ մասը տարեստարի անկախ իր զարգացվածության աստիճանից պարտք է վերցնում, որպեսզի ավելի մեծ զարգացվածություն ունենա։ Հիմա մեզ մեղադրում են մի բանում, ինչի համար կարելի է 190-ից ավելի երկրի մեղադրել։ Ընդ որում չեն էլ խորանում, լավ, այդ պարտքը ինչի համար է։ Ուղղակի հասարակությանը մանիպուլացնում են ու անցնում առաջ։ Այ որ մի 10 տարի հետ գնանք ու նայենք վերցրած պարտքերը ու փորձենք հասկանալ դրանց արդյունավետությունը, մեղմ ասած շատ տխուր պատկեր կունենանք, որովհետև այդ մարդիկ ոչ նորմալ ճանապարհ են սարքել, ոչ դպրոցում մանկապարտեզ, ոչ էլ այլ ենթակառուցվածք։ Առողջապահության ոլորտի բյուջեն 2018 թվականից այս կողմ ավելացել է 150%-ով։ Դրան նախորդող 11-ից 18 թվականների ընթացքում այդ աճը ընդամենը 34.6% էր։ Կապիտալ ծախսերը այս ընթացքում ավելացել են մոտ 310%-ով, 170 միլիարդ դրամից հասել է 704 միլիարդի։ Տնտեսական աճը 2026-ին, եթե պլանավորված 5.4% աճ ունենանք, ապա կառավարության հնգամյա ծրագրով պլանավորած տարեկան միջինում 7% աճից ավելի բարձր աճ ենք ունենում։ Հնան այս ընթացքում գրեթե կրկնապատկվել է։ Էականորեն ավելացել են աշխատատեղերն ու աշխատավարձերը, բայց ընդդիմությունը սա էլ չի տեսնում։ Հաճախ խոսում են, թե աշխատատեղերը ստվերից են դուրս եկել, այսինքն ստացվում է, որ ակամայից խոստովանում են, որ իրենց իշխանության ժամանակ 100 հազարավոր ստվերում գործող աշխատատեղեր են եղել, այդքան թաքցված հարկեր ու բոլորը աչք են փակել։ Տնտեսության ներառականության մասին է խոսում նաև աղքատության ցուցանիշների տարեստարի նվազումը։ Օրերս հրապարակվեց 2024-ի աղքատության ցուցանիշը, ծայրահեղ աղքատությունը հասել է 0.6%-ի։ Ու ակնհայտ է, որ 25-ի տնտեսական դրական արդյունքները եւս կնպաստեն աղքատությունից դուրս գալուն։ Բայց բաց սահմաններն ու ավելի մեծ հնարավորություններն էլ իրենց հերթին 26-ին աղքատության մահակարդակը էականորեն կնվազեցնեն, իսկ ծայրահեղ աղքատներն այլևս չեն կունենա։ Կենսաթոշակների եւ նպաստների անկանխիկ առևտրի դեպքում հետվճարի չափը 12-ից 20% դարձնելու ֆոնին մի կիսագրագետ վերջերս հայտարարել է, թե հետ վճարը հարկվելու է եւ սրանով փորձել մարդկանց խաբել ու տրամադրել իշխանության դեմ։ Այս մարդկանց դատարկությունն այնքան մեծ է, որ փաստերի փոխարեն ստով փորձում են կշիռ հավաքել։ Իհարկե, ես հասկանում եմ, որ ցանկացած դեպքում մեր քաղաքացիները կարիք ունեն ավելի լավ պայմանների, ավելի բարձր աշխատավարձի, ավելի լավ պայմանների եւ ավելի բարձր կենսաթոշակի, ու մեր ջանքերն ուղղված են հենց դրան, որ մենք ավելի լավ հնարավորություններ ունենանք մարդկանց կյանքն ավելի բարեկեցիկ դարձնելու համար։ Հարգելի հայրենակիցներ, այս բյուջեն բոլորինս է, ձեր ու մեր վճարած հարկերից կառուցում ենք այնպիսի պետություն, որը կախված չի լինի այս կամ այն երկրից միայն։ Կրթությունը, առողջապահությունը, սոցիալական հարցերը, պաշտպանունակությունը, սրանք բոլորը մեզ համար առաջնահերթ են։ Այս ֆոնին հիշեցի վերջերս ինչ որ անձինք կրթության եւ դպրոցաշինության վերաբերյալ տարատեսակ մեկնաբանություններ են տվել։ Զավեշտալին այն է, որ սովորաբար ընդդիմությունը պետք է իշխանությանը ամեն օր ցեխը գցերու հաներ, թե ինչու մանկապարտեզ կամ դպրոց չես կառուցում, որ մեր երեխաները ավելի լավ պայմաններում սովորեն, բայց բոլորովին հակառակն է։ Մեր իշխանության օրոք ընդդիմությունն ասում է դպրոցաշինությունը փողի վատնում է։ 10, 20, 30, 100, 200 երեխաները բոլորը մեր հայրենակիցներն են։ Դպրոցը, մանկապարտեզը այսօրվա, վաղվա եւ մյուս սերունդների համար է։ Այն, ինչ դուք չեք արել տասնյակ տարիներ, մի զարմացեք, որ հիմա մենք անում ենք։ Մենք այդ փողերը գրպանելու ձևը չգիտենք, ձեր պես միլիարդների հասնող ապօրինի
ծագման գույքեր եւ դրամական միջոցներ չունենք։ Ես բնականաբար կողմ եմ այս բյուջեին ու կարծում եմ մարդիկ, որոնք տասնյակ տարիներ գլուխները կախ լռել կամ տարբեր բյուջեների կողմ են քվեարկել, որոնք ոչ թե զարգացմանը, այլ ուղակի պետական ապարատի պահպանմանն են ուղղված եղել, հիմա պետք է ուղակի լռեն։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ ազգային ժողովի մեծարգո փոխխոսնակ, հարգելի հայրենակիցներ։ Նախ ուզում եմ եւս մեկ անգամ տեղեկացնել, որ երեկվանից մենք այս դալիճում կարևորագույն փաստաթուղթ ենք քննարկում 26 թվականի բյուջեի նախագիծը եւ պարոն Հովհաննիսյանը մանրամասն ներկայացրեց, ինչի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել եւ ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության վարչապետին, ով ապահովել է բոլոր պայմանները, որ մենք այսօր իրական եւ խաղաղ Հայաստանում քննարկենք այս կարևորագույն նախագիծը, կարևորագույն փաստաթուղթը։ Եվ ուզում եմ երեկվանից իմ գործընկերները խոսեցին, ես էլ ուզում եմ մի փոքրիկ անդրադարձ կատարել։ Երբեք չընտրված, բայց մեր երկրում նախագահ աշխատած երկու անձանց վերջին օրերին տված հարցազրույց ասեմ, չգիտեմ, մենախոսություն ասեմ, ինչ ասեմ, ասելիքը բնականաբար շատ չի, որովհետև այդ մարդիկ ամենից լավն են բնութագրում իրենց էությունը, ավելի ամենից լավն են, բոլորիցս լավ են բնութագրում իրենց տեսակետները, իրենց իրականում մտածածը, քան կաներ մեզանից յուրաքանչյուրը, որովհետև երկար տարիներ աշխատած նախագահ աշխատած մարդը, նորից եմ կրկնում, այս ձևակերպումն եմ օգտագործում, որովհետև երբեք այդ մարդիկ ընտրված չեն եղել ժողովրդի կողմից, երբեք ժողովրդավար ընտրությունների միջոցով չեն ստանձնել եւ չեն եկել իշխանության։ Այդ մարդիկ խոսում են դպրոցաշինության մասին եւ դպրոցաշինությունը համեմատում են թալանի եւ կոռուպցիայի հետ։ Հարգելի հայրենակիցներ, բնականաբար ես առիթ ունեցել եմ անդրադառնալ այս թեմային եւ կարճ մեկնաբանություն ունեցել եմ, բայց եւս մեկ անգամ կուզենամ վերհիշենք բոլորս միասին եւ վերահաստատենք, որ Սերժ Սարգսյանը այն ինչ ասեց այդ եթերի ժամանակ բնավ նորություն չէր ոչ մեզ, ոչ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, որովհետև մենք բոլորս ապրել ենք այս երկրում, բոլորս տեսել ենք, թե ինչ վիճակում էր գտնվում Հայաստանի Հանրապետության դպրոցները եւ ինչ պայմաններում էին մեր երեխաները կրթություն ստանում։ Այնպես որ բնականաբար նորմալ է եւ ուղղակի ինքնախոստովանական ցուցմունք էր տալիս Սերժ Սարգսյանը եթերում, ասելով եւ համեմատելով դպրոցաշինությունը թալանի եւ կոռուպցիայի հետ։ Այնպես որ այստեղ շատ ասելիք չկա։ Մի փոքր կանդրադառնամ Մարտի 1 եւ հոկտեմբերի 27 Շնորհակալություն։ Կանդրադառնամ նաեւ Մարտի 1 եւ հոկտեմբերի 27 կազմակերպած Քոչարյան Ռոբերտի մտքի գոհարներին, փայլատակումներին։ Հարգելի հայրենակիցներ, այս մարդը, ով եւս երբևէ ընտրված նախագահ չի եղել, բայց նորից աշխատել է երկար տարիներ որպես նախագահ Հայաստանի Հանրապետությունում, Հայաստանի Հանրապետությանը մեղադրում է 44 օրյա պատերազմը հրահրելու մեջ։ Եկեք եւս մեկ անգամ փաստենք, որ այստեղ եւս շատ ասելիք չկա, միայն ու միայն կարող ենք շատ կարևոր արձանագրում անել, ասելով, որ այս մարդը եւ իր թիմակիցները, իր ընտանիքը բացարձակապես կապ չունեն Հայաստանի Հանրապետության հետ եւ այն խնդիրները, որոնք տարիներ շարունակ եղել են մեր երկրում, դրանց հեղինակը եղել են այս երկու անձինք։ Քոչարյան Ռոբերտն ասում է, գիտեք, ինձ հաճելի է ժողովրդի հետ շփումը։ Ոչ, պարոն Քոչարյան, մենք գիտենք, որ ձեզ հաճելի չէ։ Մենք գիտենք, որ ձեզ հաճելին զուգարաններում մարդ սպանելու հրաման տալն է։ Մենք գիտենք, որ ձեզ հաճելին մարտի 1 եւ հոկտեմբերի 27 կազմակերպելն ու մարդկանց գնդակահարելն է։ Ինչպես Սերժ Սարգսյանի դեպքում ասեցի, այստեղ եւս կարող ենք ֆիքսել, որ բացարձակ նորություն չեք ասում։ Եվ ես հորդորում եմ, խնդրում եմ ձեզ, դուք հաճախակի եթերներով հանդես եկեք, 7 չէ, 17 ժամ խոսացեք, որովհետև սա միայն ու միայն վերահաստատում է Հայաստանի Հանրապետության ժողովրդի մոտ այն տեսակետն ու կարծիքը, այն համոզմունքը, որ մեր երկրում երբեք ու երբեք պիտի թույլ չտանք, որ ձեզ նմանները վերադառնան իշխանության, անգամ ընդդիմության կարգավիճակում դուք անելիք չունեք։ Եվ խոսելով Հայաստանի Հանրապետության ժողովրդի մասին ես ուզում եմ ձեզ եւ բոլորիս վստահեցնել, որ այնքան իմաստուն է Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որ այո, ձեր ամեն խոսելուց հետո եւ վերհիշելով անցած տարիները մեր պատմությունը, մեկ անգամ եւս բոլորս միասին առաջիկա ընտրություններում ձեզ ձեր համապատասխան տեղն ենք ուղարկելու, ի նկատի ունեմ մեր քաղաքացիների հետ միասին։ Եվ նորից եմ կրկնում, դուք անգամ ընդդիմության աթոռները չեք զբաղեցնելու, որից հետո այսպես դատարկ թողնելու։ Անվերադարձ գնալու եք քաղաքական աղբանոցը եւ ինչքան էլ փորձեք հույսեր փայփայել վերադարձի, դա չի լինելու։ Դուք անհույս լավատես եք եւ կարող եք շարունակել այդպես մնալ, դա ձեր ընտրությունն է։ Խոսելով ընտրությունների մասին, չեմ կարող չանդրադառնալ առաջիկայում սպասվելիք թիմ ընտրությունների մասին, մասնավորապես Էջմիածնում սպասվելիք թիմ ընտրությունների մասին եւ վաղաշաբաթի մեր սիրելի հայրենակիցներին
ուզում եմ ասել եւ խնդրել հորդորել, որ վերջիններս նոյեմբերի 16-ին գնալով ընտրատեղամաս իրենց ձայնը վստահեն մեր տեխնացուին, ով ես տեսնում եմ, թե ինչպիսի սեր ու հարգանք է վայելում քաղաքացիների շրջանում։ Խնդրելու եմ մեր ընտրողներին գնալ ընտրատեղամաս եւ թույլ չտալ, որպեսզի Գյումրի 2 տեղի ունենա։ Իսկ թե ինչ տեղի ունեցավ Գյումրիում բոլորս գիտենք եւ նաեւ գիտենք, որ Քոչարյանասերժական բանդայի Բաղձալի երազանքը Գյումրի 2-րդ իրականացնելն է, որը մեր քաղաքացիները այս դեպքում Էջմիածնի մեր սիրելի հայրենակիցները թույլ չեն տալու։ Հիշեցնեմ, որ մեր տեխնացուն քվեաթերթիկում համար 7-ն է եւ նորից եմ կրկնում ամենայն պատասխանատվությամբ, որ վայելում է Էջմիածնի բնակիչների հարգանքը, սերը եւ վստահությունը։ Հարգելի հայրենակիցներ, խոսելով Էջմիածնից չեմ կարող կարճ անդրադարձ չկատարել մեր սրբության սրբոց մայրաթորին եւ այս ամբիոնից եւս մեկ անգամ ուզում եմ տեղեկացնել մեր հայրենակիցներին, որ հոգևոր նորոգման գործընթացը մենք սկսել ենք ինքներս մեզանից եւ ես վերջին շրջանում հատկապես ամեն կիրակի մասնակցելով պատարագների վստահորեն կարող եմ ասել, որ Հայաստանի Հանրապետության հոգևոր արժեքներ կրող քաղաքացիները, իրական հոգևոր արժեքներ կրող քաղաքացիները մեր կողքին են եւ մենք բոլորս միասին կարողանալու ենք շատ շուտով վեհարանը իրականում վերադարձնել վեհին։ Եվ նորից այս ամբիոնից ուզում եմ իմ աջակցությունը հայտնել այն բոլոր իրական հոգևորականներին, ովքեր այս պահին հայտնվել են կտրիչի սև ցուցակում եւ ուզում եմ ասել Տեր Արամի գլխավորությամբ այդ մարդկանց զորակցություն եմ հայտնում եւ ուզում եմ ասել, որ իրենք ունեն իրական հոգևոր քաղաքացիների աջակցությունը, բոլորս կանգնած ենք նրանց կողքին եւ մենք կարողանալու ենք նորից եմ կրկնում վեհարանը վերադարձնել վեհին։ Ինչքան էլ ընդդիմանան մեր ընդդիմադիրները կամ նույն կտրիճը իր բանդայով, ամեն դեպքում դա մեզ մոտ ստացվելու է եւ այդ վստահությունը ինձ մոտ նորից եմ կրկնում առաջացել է այն պահից սկսած, երբ ես տեսել եմ, թե ինչպես է հայ ժողովուրդը, հայ ժողովրդի մեծամասնությունը այս պահանջով մասնակցում իրական հոգևոր նորոգման այս գործընթացին։ Աջակցությունս են բոլոր հոգևորականներին, ովքեր նորից եմ կրկնում կտրիչի սև ցուցակում են հայտնվել ու սա է հենց այն ցուցիչը, որ իրենք են իրական հոգևորականները, ովքեր տեղ են ունենալու մեր սրբության սրբոց հայ առաքելական եկեղեցում։ Շնորհակալ եմ։ Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, երբ խոսում ենք Հայաստանի զարգացման առաջընթացի տեմպերի մասին, ապա դրանք պարզապես քաղաքական հայտարարություններ չեն, այլ կոնկրետ փաստերի եւ վերլուծությունների վրա հիմնված թվեր, որոնք ձևակերպված են մեկ միասնական փաստաթղթում բյուջեում։ 2026 թվականին պետական բյուջեի նախագիծը թե եկամտային եւ թե ծախսային մասով ցույց է տալիս այն մասշտաբային փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել Հայաստանի տնտեսության կառուցվածքում, որն իր ազդեցությունն է ունենում պետության ու հասարակության կենսագործունեության բոլոր ոլորտներում։ 2026 թվականի պետական բյուջեն խաղաղության տրամաբանությամբ տնտեսական զարգացման բյուջե է, որը կազմված է 2025 թվականի օգոստոսի 8-ի շրջադարձային իրադարձությունների հիմքով։ Ինչու եմ շեշտում խաղաղությունը։ Քանզի հենց խաղաղությունն է, որ հնարավորություն է տալիս բացահայտելու Հայաստանի ու նրա հասարակության ողջ ներուժը՝ տնտեսական, քաղաքական, տեխնոլոգիական, կրթական, գիտական, սոցիալական, մշակութային եւ այլ ոլորտներում։ Խաղաղությունը ամենամեծ կապիտալն է ու հնարավորությունը, որը ճիշտ եւ արդյունավետ օգտագործումը կբազմապատկի մեր ներուժը վերանշված բոլոր ոլորտներում, բարձրացնելով մեր դիմադրողականությունը հնարավոր մարտահրավերների նկատմամբ։ Խաղաղության այլընտրանքը արտացոլված է առնվազն 1998-ից 2018 թվականների բյուջեներում, որի ուղիղ հետևանքը համատարած չքավորությունն էր, իսկ օլիգարխիկ համակարգը, կոռուպցիան եւ ժողովրդի իշխանության ուզուրպացիան որպես պատերազմի կամ ոչ խաղաղության արդարացում։ Մեր քաղաքականության նպատակը խաղաղության միջոցով սոցիալ-տնտեսական զարգացման նոր մակարդակի հասնելն է, իսկ 2026 թվականի պետական բյուջեն խաղաղության հաստատումից հետո այդ քաղաքականության առաջին դրսևորումն է։ Սա է իրական Հայաստանի գաղափարախոսության ֆունդամենտալ տարբերությունը, որտեղ քաղաքական իշխանությունը արդարանում է ոչ թե նրա համար, որ ստեղծել է քրեաօլիգարխիկ ավտորիտար համակարգ, քանզի դրա համար առանձնապես արդարանալու բան էլ չկա, այլ նրա համար, որ օրինակ ինչու Հայաստանի տնտեսական զարգացման տարեկան միջին ցուցանիշը 7.4% է, այլ ոչ թե 9 կամ 12%։ Սրանք են այն պատճառները, որ իրական Հայաստանի գաղափարախոսությունը եւ խաղաղության օրակարգը Հայաստանում ունի թշնամիներ, իդեմս կոնկրետ շրջանակների, քանզի պատերազմը կամ ոչ խաղաղությունը մշտապես եղել է նրանց իշխանության պահպանման եւ անձնական հարստության կուտակման հիմնական աղբյուրը։ Սիրելի հայրենակիցներ, այնուամենայնիվ, որքան էլ խաղաղությունը Հայաստանում հակառակորդներ ունենա, վստահ եղեք, դա այն ամենամեծ կապիտալն է, որ մենք կներդնենք մեր պետության սոցիալ-տնտեսական զարգացման եւ անվտանգության ապահովման գործում։ Իսկ 2026 թվականի եւ հաջորդող տարիների բյուջեները լինելու են այդ քաղաքականության արդյունքների չափելի արձանագրումները։ Շնորհակալ եմ։ Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ, ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, ես բուն բյուջեի նախագծի մասին չեմ խոսի, որովհետեւ ահագին խոսվեց արդեն եւ հանձնաժողովների նիստերում էլ մանրամասն քննարկել ենք
Եթե ժամանակ մնամ երկու բանի կանրադառնամ։ Ես կանրադառնամ էլի որպես կանոն մեր ընդդիմադիր գործընկերների կողմից հնչած որոշ մտքերի, այնպես որ պարոն Խաչատրյան, պարոն Մանուկյան, հարգելի գործընկերներ, խնդրում եմ չլքել դալիճը, որովհետև մի քիչ լավ չի, խոսում ենք ձեր մասին, դուք այստեղ չեք լինում։ Էլի հերթական անգամ մտածում եմ արձագանքել, չարձագանքել, հեսա կասեմ պարոն Խաչատրյան։ Հետո ասում լավ, չի կարող այնպես լինի, որ վեր կենակ այստեղից, ինչ որ բաներ ասեք, անցնի գնա։ Մարդիկ էլ մտածեն ճիշտ են ասում։ Եկեք հերթով սկսենք, էլ չգիտեմ ժամանակը ինչքան կհերիքի, որովհետև կարելի է մի ժամ ուղիղ խոսել, այս ամեն ինչի մասին, բայց եկեք սկսենք։ Պետական պարտքից։ Մեռանք այդ մասին խոսելով, բացատրելով, ներկայացնելով, իմ կարծիքով բացատրելու կարիք չկա, շատ լավ գիտեք այդ ամեն ինչը, բայց շարունակում եք այդ թեման շահարկել։ Օրինակ երեք պարոն Ավետիսյանը ֆինանսների նախարարին հարցնում ասում է. պետական պարտքը կրկնապատկել եք, թոշակները այդ ընթացքով քանի անգամ եք ավելացրել։ Այս հարցը ինքնին աբսուրդ է, որովհետև պարտքը կարող ավելացվի ենթակառուցվածքային ծրագրերի վրա ծախսվելով, ու այդ ընթացքում թոշակների աճ տեղի չունենա։ Թոշակների աճը կարող տեղի ունենա, երբ որ այդ պարտքի արդյունքում տնտեսական ակտիվություն գեներացվի ու մեր տնտեսությունը ունակ լինի դանել։ Այսինքն ինչ դուք խորհուրդ եք տալիս մենք պարտքով թոշակ ավելացնենք, որ տենց բան անենք, հիմա էլ հաջորդ քննադատությունը կհնչի։ Կամ եթե ձեր տրամաբանությամբ այդպես է, բայց ես ձեզ ասեմ, բա 2008-2009 թվականներին, երբ որ 1 տարվա ընթացքում, 1 տարվա դուք պետական պարտքը կրկնապատկեցիք 1.5 թե 1.8 միլիարդ դոլարից ծարկեցիք ավելի քան 3 միլիարդ դոլար։ Այդ թոշակները տենց կտրուկ բարձրացրել եք։ Այդ թվերը կարող եմ տալ, ուսումնասիրեք, եթե հետաքրքիր է։ Կամ ասում եք, պարոն Խաչատրյան, եթե պետական պարտքը չլիներ տնտեսության վրա, դա չներգրավեր, ինչ ազդեցություն կուներ։ Դուք այնպեսի հարց եք տալիս, որ ասենք դրա համար ինչ որ կարելի է դոկտորական պաշտպանել այդ թեման, վերջում սխալ դուրս գալ։ Բայց դուք մի հատ հետաքրքիր բաներ եք անում, վերցնում եք պետական պարտքի աճը, համեմատում եք ժամկետանց վարկեր ունեցողների վիճակագրության հետ։ Մի րոպե, դուք, պարոն Խաչատրյան, շատ հետաքրքիր ոչ ունեք, դուք կարող ուղիղ չասեք, բայց մի բանի հետևից կապելով նես ներկայացնեք, որ մարդիկ մտածեն, այս երկու երևույթները իրար պատճառահետևանքային կապի մեջ են։ Պետական պարտքի մասին խոսելուց անմիջապես հետո մենք կնայեք ձեր ելույթը։ Ասում եք Հայաստանի Հանրապետությունում ժամկետանց վարկեր ունեցողների կշիռը 2000 մարդկանց թիվը 2017 թվականին այսքան էր 30 քանի հազար։ Հիմա հարգելի հայրենակիցներ դարձել է այսքան։ Ուրեմն նախ պարոն Խաչատրյան, ձեզ ասեմ, որ ժամկետանց վարկեր ունեցող մարդկանց ցուցանիշը, որը կենտրոնական բանկը ներկայացնում է, դա կൂട്ടակային ցուցանիշ է։ Այսինքն ինքը ամեն տարի աճում է եւ դրա մեջ ներառվում է նաեւ նախորդ տարիներին ժամկետանց վարկեր ունեցող մարդկանց թիվը, դա չի պակասում։ Անկամ մահացած մարդկանց տվյալները մնում են այդ ցուցանիշի մեջ։ Այդ թիվը չի կարող պակասել։ Ես ավելի պարզ օրինակով ասեմ, որ մեր հայրենակիցներն էլ պարզ լինի։ Օրինակ, պարոն Խաչատրյանը, եթե 2021 թվականի ընթացքում 4 անգամ մանիպուլյացիա է արել այս ամբյոնից, 2022 թվականին արել է 3 անգամ մանիպուլյացիա, այդ ցուցանիշը կլինի 7։ Ու դա չի պակասի, պարոն Խաչատրյան։ Հեսա չդիմացա պարոն Խաչատրյանի ներողերը, բայց դա նորմալ է։ Եթե ճիշտ ցուցանիշն եք ուզում, հարգելի գործընկերներ, այդ ճիշտ ցուցանիշը ասեմ, բանկային համակարգում առևտրային բանկերի չաշխատող ակտիվների տեսակարար կշիռը 2017 թվականին եղել է ավելի քան 6%, 2025 թվականին եղել է 1.08%։ Այս ես էլ կարող եմ պարոն Խաչատրյանին նվիրեմ, ափսոս գնաց պարոն Խաչատրյանը։ Բայց էլի բաներ կար, էլի կարող ենք ասել։ Էլ ինչի մասին պիտի խոսենք։ Բանակաշինության, դպրոցաշինության մասին, պարոն Մանուկյան, մի շաբաթ առաջ ստատուս է գրում, ասում եք, ընդունել եմ բանակից նոր զորացրված երիտասարդների, քննարկել ենք բանակի խնդիրները, ու sense մեկ արտահայտություն եք անում, ասում եք, ժամկետական դեղերի, առաջին անհրաժեշտության ապրանքների եւ այլ բաների խնդիրը դա միայն խնդիրների մի մասն է, ու հետո ասում ենք իրար հետ կլուծենք։ Ես ինչքան գիտեմ, մեր բանակը ոչ ձեր օգնությամբ դեղերով համալրվելու կարիք ունի, ոչ էլ ձեր օգնությամբ, այդ, ասենք, եթե խոսեիք մի 10 տարի առաջվա մասին, ասենք հա, բայց հիմա ես այդ հարց ուզում եմ երեք պարոն Պապիկյանին տայի, չստացվեց, ուրիշ հարց տվեցի, բայց պարոն Պապիկյանը ներկայացրեց, ու դուք էլ փակ հանձնաժողովի նիստերում այդ ամեն ինչը տեսնում եք, ասենք, այդ կարգի բաներ ասելու նպատակը ո՞րն է, դպրոցաշինության մասին, անգիր արած տեքստերով ինչ-որ բաներ եք խոսում, ծախողվել է ազգային ժողովի հարգելի փոխխոսնակ, ով խոսի դպրոցաշինության մասին, իմ կարծիքով դուք ընդհանրապես պիտի այդ մասին չխոսեիք, որովհետև կա դրա համար հստակ վիճակագրություն, մարդիկ տեսնում են ձեր ընթացքում քանի դպրոց է կառուցվել ու վերակառուցվել, ու ինչ որակի, անգամ ձեր այն քարոզչական հոլովակներում Տիկին Գյուրեղյան, Տիկին Գալստյան, այն որ գնում քվեարկում եք, այդտեղ էլ է երևում ձեր դպրոցների որակը, որտեղ անգամ Photoshop-ով չեք ծածկել այդ քանդած պատերը։ Հիմա կգա 2026 թվականը, կտեսնեք քանի դպրոց է կառուցվել, բայց աբսուրդը հասել է այնտեղ, ես կարծում եմ օրինակ այս կոնկրետ ձեզ չի վերաբերում, ես վերաբերում եմ մեր նախկին ընդդիմադիր գործընկերներից մեկին, ուրեմն մեկը մեկնաբանություն է գրել, ասում է կարող է այդ դպրոցները կառուցում են նրա համար,
որ վաղ ադրբեջանցիները գան, այդտեղ իրենց արմատ պայմաններ լինեն։ Այս մեր ընդդիմադիր գործընկերն էլ, որ ասենք լուրջ մարդու համարում ունի, ասում է հետաքրքիր հարց է, այդ չի մտածել այդ թեմը։ Իսկ եթե էսա ձեր դիսկուրսի մակարդակը, ձեր հետ ընդհանրապես ինչի մասին կարելի է խոսել։ Պարոն Խաչատրյանը գնաց, որովհետև Ցորենի թեմայով էլ է ուզում խոսել։ Կհիշեք, այս ամբիոնից մի ամիս առաջ ինչ խոսակցություններ էր։ Ցորենը գալու է, չի գալու, ոնց է գալու, վերջ եկավ հասավ նրան, որ պարոն Խաչատրյանը դարձավ Ցորենի մասնագետ։ Վերջի բանը Ցորենի մասին եղել է, որ գիտեք ինչ կա Հայաստան ներկրված Ղազախական Ցորենը 4-րդ կարգի է, հետո Վիկիպեդիայից հանելա, թե դա ինչի մեջ է օգտագործում, իր սովորության համաձայն երկրորդ կտորը չի դրել, դե ասենք ինֆորմացիան, եթե մի մասը դրում ես, մի մասը չես դրում, դա բան է, չէ, կարա իմաստը փոխի։ Այն երկրորդ կտորը, որ ասում է, օրինակ 4-րդ կարգի Ցորենը կարող է ավելի բարձր Ցորենի հետ խառնվելով օգտագործել հացամթերքի արտադրության մեջ, այդ մասը չի դնում։ Բայց Ցորենի որակի կարգի մասին ընդհանրապես ով էր խոսում, կամ դուք այդ մասին եք խոսում։ Այս կոչվում է կողմնակի փաստարկ, տենց հասկացություն կա, երբ որ դու բուն թեման թողած, տանում ես այդ խոսակցությունը, հասնում ես այնպիսի անկարևոր թեմայի, որ փորձես մոռացության տալ քո հին ասածները։ Բայց այդ հնարքը չի աշխատում, որովհետև բոլորը արդեն հասկացել են, թե ինչ եք անում։ Կամ պարոն Դանիելյանը, ես ասում եմ, չէ, պարոն Դանիելյանը երկու հոգի կա։ Մեկը պարոն Դանիելյանը, երբ որ նստած է այստեղ կամ հանձնաժողովների նիստերի դալիճում, շատ կառուցողական հարցեր է տալիս։ Մյուս պարոն Դանիելյանը էլի երեք Անժելա Թովմասյանի մոտ էր, հանրային հեռուստաընկերության H2-ով ավելի ճիշտ, ու ասում էր, ինչ է խոստացել Փաշինյանը անասնակերի դիմաց, ինչ է զիջելու։ Ասենք, ով ինչ զիջի, ով խոսի զիջելուց, պարոն Դանիելյանը իրանց եկեղեցու հայտնի պատմությունից հետո այդ մասին խոսելու ընդհանրապես ոչ մի իրավունք պիտի չունենա։ Ու սենց էլի բաներ եմ գրել, ուղղակի չեմ ուզում ժամանակը ծախսել այդպիսի բաների վրա, որովհետև կարծում եմ, որ մեր հայրենակիցները շատ ավելի նորմալ, ճիշտ, կառուցողական, մասնագիտական խոսակցության կողմնակի բան են, արժանի են ու շատ ափսոս ունեմ, որ մենք ստիպված մեր ժամանակը վատնում ենք ամեն տեսակ մանիպուլյացիաներ անելու հետքելու համար։ Ու ամենահետաքրքիրն է, որ այստեղից մարդիկ վեր են կենում ու մեզ մեղադրում են ինչ-որ մանիպուլյացիաներ անելու մեջ։ Ես էլ եմ ասում, շատ ափսոս ունեմ, որ մենք մի հատ այդպես վարժություն չենք արել, օրինակ, թե 5 տարիների ընթացքում պետական միջոցների կողմից մեր ընդդիմադիր երկու ֆրակցիաների վրա ծախսած գումարները, եթե ծախսենք դպրոցների եւ մանկապարտեզների շինարարության վրա, օրինակ քանի դպրոց ավել կարող ենք վերանորոգել, որովհետեւ ինձ թվում է, որ ասում եք, ինչ ազդեցություն կունենար ամենալավ այդ հիպոթետիկ վարժություններից մեկը դա է։ Շնորհակալություն։ Մեծարգո վարչապետ, մեծարգո նախագահ, ազգային ժողովի եւ կառավարության հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ։ 2026 թվականի պետական բյուջեի նախագծի գլխավոր նպատակն է իմ գնահատմամբ ապահովել տնտեսական կայուն աճ, բարձրացնել քաղաքացիների բարեկեցությունը եւ ամրապնդել պետական համակարգը։ Ցավոք պետք է շեղվեն բյուջեի նախագծից, քանի որ կան հարցեր, որոնք հրատապ են։ Անձեն աչքով երևում է երկու չընտրված նախագահների, Քոչարյանի եւ Սարգսյանի եւ նրանց արբանյակների ակտիվությունը։ Պատճառները կարելի է հասկանալ, դիտելով ինչպես ներքաղաքական զարգացումները, այնպես էլ նրանց քաղաքական շահերը եւ անցյալ դերակատարությունը։ Նրանք երկար տարիներ ղեկավարել են Հայաստանը եւ այսօր էլ հույս են դրել եւ հույս ունեն, որ ներքին եւ արտաքին ազդեցիկ քաղաքական կապերի միջոցով կարող են գալ իշխանության։ 2020 թվականից նրանք ամեն ինչ անում են երկրում քաղաքական ճգնաժամ ստեղծել կամ դժգոհություն առաջացնել իշխանությունից։ Նրանք փորձում էին եւ հիմա էլ են այդ նույն քայլերը կատարում, վերադարձնելու իրենց ազդեցությունը, ներկայացնելով իրենց որպես փորձառու ղեկավարներ, որոնք կարող են կայունություն բերել։ Նման փուլեր են եղել 2020 թվականի սեպտեմբերից հետո, բայց ես հիշում եմ ինչքան վատ, այդքան լավ կարգախոսներ այդ ժամանակ 2021 թվականի արտահերտ ընտրություններից առաջ եւ այսօր էլ են ցանկանում նրան գալ իշխանության կրկին ներկայացնելով մեր իշխանությունը որպես ոչ կարող իշխանություն։ Երկուսն էլ իրենց կառավարման տարիները հիմնավորում են, որ Արցախյան հարցում ունեցել են կոշտ դիրք։ Հիշեցնեմ, երբ մտահոգություն կար հասարակությունում Լեռնային Ղարաբաղում սահմանների կամ անվտանգության հարցերի շուրջ, երկուսն էլ որպես չընտրված նախագահներ ակտիվանում էին, պնդելով, թե իրենք կարող էին կանխել Լեռնային Ղարաբաղի կորուստը, այդքան կարող էիք, լուծեիք Ղարաբաղի խնդիրը, չգցեիք դաշնակի գրպանը։ Ինչպես 2021 թվականին, այդպես էլ 2026 թվականին փորձելու են նրանք մնալ ջրի երեսին, բայց չի ստացվելու, խորտակվելու եք։ Եթե ձեր կառավարման ժամանակը կայունության եւ անվտանգության ժամանակաշրջան էր, ինչու տեղի ունեցել ոչ բռնի թավշյա հեղափոխությունը։ Սիրելի ժողովուրդ, նրանց ակտիվացման հիմքում ընկած են հետեւյալ
իշխանության կորուստից հետո քաղաքական վերադարձի ձգտումը ունեն, սեփական անցյալի արդարացման անհրաժեշտությունը ունեն եւ միշտ օգտագործել են այնպիսի պահեր, երբ որ ժողովուրդը ինչ պատճառներով դժգոհում էր կառավարությունից, նրանք փորձում էին օգտագործել այդ ալիքները, այսինքն մի խոսքով ասեմ, ուժեղացնում են հիբրիդային պատերազմը։ Ասելիքը շատ է, կասեմ մյուս ելույթների ժամանակ, ուղղակի այսօր խնդրում եմ վաղարշաբաթի հարգելի ընտրողներ, նոյեմբերի 16-ին գնացենք ընտրատեղամասեր, վերցրեք համար 7 քվեաթերթիկը, դրանով դուք կընտրեք ազնվությունը, հոգատարությունը, աշխատանքը, Հայաստանի անկախությունը եւ ապագան։ Շնորհակալ եմ։ Ազգային ժողովի հարգելի փոխխոսնակ, հարգելի падգամավորներ, մեր երկրի անվտանգության, պաշտպանունակության ապահովումը եւ բանակի շարունակական զարգացումն այն ուղղություններն են, որոնց վրա կառավարությունը հետեւողականորեն աշխատում է։ Պաշտպանության ոլորտում իրականացվող գործընթացներն ու ծրագրերը յուրաքանչյուրիս համար չափազանց կարևոր են, ուստի հարկ եմ համարում ազգային ժողովի բարձր ամբիոնից եւս մի անգամ խոսել կառավարության ծրագրից ու Հայաստանի Հանրապետության բանակի կերպափոխման հայեցակարգից բխող բարեփոխումների ընթացիկ արդյունքներից։ 2026 թվականին նախարարության համար նախատեսված 563.1 միլիարդ դրամ ֆինանսական միջոցներից ընթացիկ ծախսերը կազմում են 259.4 միլիարդ դրամ, այն է 46.1%, իսկ կապիտալ ծախսերը 303.7 միլիարդ դրամ, 53.9%։ Հարկ եմ համարում պաշտպանական ծախսերը ներկայացնել նաև տարիների որոշակի համեմատականով։ Համեմատության սկզբնական թիվը վերցրել եմ նախահեղափոխական 2017 թվականին ձևավորված 2018 թվականի բյուջեով նախատեսված թվերը։ 2018 թվականին պաշտպանական ծախսերը կազմել են 245 միլիարդ դրամ։ Արտարժույթով դա կազմում է 640 միլիոն դոլար։ 2025 թվականին պաշտպանական ծախսերը կազմել են 667 միլիարդ, որը կազմում է 1 միլիարդ 741 միլիոն 604 հազար դոլար, այսինքն պաշտպանության ոլորտի ծախսերն ավելացել են 1.1 միլիարդ դոլարով։ 2023, 24, 25 եւ արդեն 26 թվականին կատարված եւ կատարվելիք ծախսերը, ինչպես երեք եմ նաեւ նշել, աննախադեպ են։ Հենց սրա բերումով է, որ մենք կարողացել ենք իրականացնել այնպիսի բարեփոխումներ, ինչպիսին օրինակ զինծառայողների ատեստավորման ծրագիրն է։ Այսօր պայմանագրային զինծառայողը ատեստավորման արդյունքում կարող է ստանալ 205-ից մինչև 470 հազար դրամ հավելյալ աշխատավարձ։ Սա էական բարելավում է եւ կարծում եմ արդեն անդրադարձել է մեր զինծառայողների սոցիալական վիճակի վրա, նրանց կյանքի որակի վրա։ Այս պահին ունենք գործընթացին մասնակցած զինծառայողների 65%-անոց ատեստավորում։ Դինամիկան ըստ տարիների այսպիսին է. 2023 թվականին 49.2%-ն է ատեստավորվել մասնակիցների, 24 թվականին 60.6%-ը, իսկ 25 թվականին 64%։ Ռազմական կրթության ոլորտում էական փոփոխություններ եւ ներդրումներ են կատարել։ Հայաստանի Հանրապետության բանակի ամենարժեքավոր կապիտալը նրա մարդկային ռեսուրսն է։ Ռազմական կրթօջախներում են ձևավորվում զինուժի պաշտպանունակության կարևորագույն բաղադրիչները, վաղվա բանակի դիմագիծը, նրա արհեստավարժությունը, բարոյական նկարագիրն ու արժեհամակարգը։ Ուզում եմ հիշեցնել, որ 26 թվականին ռազմաուսումնական հաստատությունն ավարտող երիտասարդը նշանակմանը զուգահեռ կարող է ստանալ նորակառույց բնակարան, որը կարող է տնօրինել սեփական հայեցողությամբ։ Իհարկե բացառություն է կազմում այստեղ վաճառքի իրավունքը։ Ուզում եմ խոսել ռազմական կրթօջախների կրթաթոշակների մասին։ Նկատելի բարձրացել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտների կրթաթոշակի չափը։ 2018 թվականի դրությամբ կուրսանտը ստանում էր 5300-ից 13000 դրամ, իսկ գերազանցության պարագայում եւս 10000 դրամ հավելյալ կրթաթոշակ։ Այժմ ռազմական ակադեմիայի կուրսանտի առաջին կուրսի բազային կրթաթոշակը կազմում է 15000 դրամ, եւ ըստ առաջադիմության կուրսանտը կարող է ստանալ 45000, 60000, 75000 դրամ կրթաթոշակ։ Երկրորդ կուրսում բազային կրթաթոշակը 20000 դրամ է եւ կրկին ըստ առաջադիմության կուրսանտը կարող է ստանալ 60000, 80000, 100000 դրամ։ Երրորդ կուրսում բազային կրթաթոշակը կազմում է 25000 դրամ, որը ըստ առաջադիմության կարող է հասնել 125000-ի, չորրորդ կուրսում 30000 դրամ, որը կարող է հասնել 150000 դրամի եւ հինգերորդ կուրսում 35000 դրամ բազային կրթաթոշակ եւ գերազանցության դեպքում 175000 դրամ։ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանում մինչև 2018 թվականը կուրսանտները ոչինչ չեն ստացել։ Հիմա վարժարանի բոլոր սաները ստանում են 15000 դրամ։ Միջին առաջադիմության կուրսանտները ստանում են 30000 դրամ, գերազանց առաջադիմության կուրսանտները 45000 դրամ։ Ինչ վերաբերում է կուրսանտների թվին, ասեմ, որ ակադեմիայի կուրսանտների թիվը 2018 թվականի համեմատ աճել է 26%-ով, ինչը խոսում է նրա մասին, որ էապես փոխվել է մեր հանրության վերաբերմունքը ռազմական կրթության նկատմամբ եւ երիտասարդների վերաբերմունքը այս մասնագիտության նկատմամբ։ Չեմ կարող չանդրադառնալ պաշտպան հայրենիակ ծրագրին, հիշեցնել, որ ծրագրով ժամկետային զինծառայողները դառնում են պայմանագրային եւ 5 տարով պայմանագիր են կնքում պաշտպանության նախարարության հետ։
Ավելին ասեմ, օրենսդրական մեկ այլ նախաձեռնություն ունենք, որի համաձայն պաշտպան հայրենիաց ծրագրի շահառուները կարող են պայմանագիրը դարձնել 7 եւ 10 տարով։ Ինչպես արդեն նշել եմ, միայն 2 տարվա ընթացքում ծրագրի շահառուների թիվը 4220 է, որը պարբերաբար աճում է։ Օրինական թափանցիկ բարձրացված համակարգով զորակոչը հասարակության մեջ բանակի նկատմամբ վստահության շեմը բարձրացնելու ամենահուսալի միջոցն է։ Արում է առավելագույնը զորակոչի օրինականությունը երաշխավորելու համար, առաջին հերթին հենվելով իրավախախտումներն ու սողանցքները բացառող մեխանիզմների վրա։ Մեզ համար կարևոր նշանակություն ունեն 25-օրյա վարժական հավաքները։ Այս տարիների կարևոր ձեռքբերում եմ համարում տարածքային պաշտպանության զորքերի ձևավորումը ու վարժական հավաքների կանոնավոր ու պարբերական դառնալը։ Ես համոզմունք ունեմ, որ յուրաքանչյուր պետության պաշտպանունակության գրավականը եւ նաեւ Աքիլեսյան գարշապարը պահեստազոր թիկունքային ապահովում բանակ գործունակ համակարգի գոյությունն ու բացակայությունն է։ Բանակում ընթացող շինարարական աշխատանքների շրջանակում հետևականորեն ընդլայնվում են զորանոցաշինության ծավալները, կատարելագործում են կենցաղային պայմանները, շարունակում է սննդի, հագուստի, հիգիենիկ պարագաների բարելավումը։ Մշտապես մեծացվում է ինժեներաշինարարական աշխատանքների ծավալը, շարունակում է բանակային դիրքերի կահավորումը նոր եւ գերժամանակակից սարքավորումներով։ Այս ամենն ավելի անվտանգ է դարձնում դիրքապահ անձնակազմի ծառայությունը եւ բարձրացնում պետական սահմանի պաշտպանվածության մակարդակը։ Զինծառայողների բնակարանային ապահովման ուղղությամբ ներդրված մի շարք ծրագրերի շնորհիվ զգալի առաջընթաց ունենք։ Մասնավորապես 2020 թվականից գործում է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության համակարգի սպայական եւ ավագ ենթասպայական կազմերի եւ պայմանագրային զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով մատչելի եւ արտոնյալ պայմաններով երկարաժապկետ հիպոթեքային վարկավորման ծրագիրը։ Ծրագրի միջոցով 07-11-րդ ամիս 2025 թվականի դրությամբ բնակարան կամ բնակելի տուն ձեռք է բերել 2035 զինծառայող։ 22-ից 25 թվականներին ընդհանուր բյուջեից Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության համակարգի բնակարանային կարիք ունեցող զինծառայողների, զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերած նախկին զինծառայողների, զոհված եւ զինվորական հաշմանդամության կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովման տողով բնակարան է հատկացվել 564 շահառուի։ Ընդհանուր առմամբ նշված ժամանակահատվածում բնակարան է ձեռք բերել 2600 շահառու։ Ռազմատեխնիկական կապերի ընդլայնումն ու սպառազինության դիվերսիֆիկացիան մեր անվտանգային ճարտարապետության գլխավոր ուղղություններից է։ Հենց այս տրամաբանությամբ էլ շարունակում ենք զինված ուժերի սպառազինության արդիականացման ուղղված աշխատանքները, համագործակցությունը նոր գործընկերների հետ։ Մեր ուշադրության կենտրոնում է նաև տեղական ռազմարտությունաբերությունը։ 2022 թվականին մենք ունեցել ենք մոտավորապես տեղական ռազմարտությունաբերական ընկերությունների հետ 5.5 միլիարդ դրամի պայմանագիր։ Հետագայում եռամյա պայմանագրերի արդյունքում այդ թիվը այսօր դարձել է 171 միլիարդ ՀՀ դրամ։ Հայաստանն իր սպառազինությունն ու բանակը օգտագործելու է մեկ նպատակով՝ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու համար։ Հարգելի գործընկերներ, բանակի խելամիտ համալրումը մեր ռազմավարական առաջնահերթություններից է։ Գործող բազմաթիվ այլ ծրագրերի ու միջոցառումներին մենք հավելել ենք նյութական խթանների ներդրումը, պատվովճարների եւ առանձնաշնորհումների տեսքով։ Ռազմական բուհերի շրջանավարտներին բնակարան հատկացնելու որոշումը, ատեստավորման գործընթացի ներդրումը, պաշտպան հայրենիաց ծրագիրը, կանանց 6-ամսյա կամավոր ժամկետային ծառայության համակարգը, օրենսդրական նախաձեռնությունը, ըստ որի պահեստազորում հաշվառված սպաները կարող են վերադառնալ բանակ, շարունակել ծառայությունը սահմանված զորամասերում, միևնույն ժամանակ պահպանելով զինվորական թոշակը, այս ամենը հայրենիքի պաշտպանության, գաղափարի ամրապնդման եւ զինծառայողի աշխատանքը կարևորելու նոր ձևաչափեր են, ինչը արագ եւ հեռանկարային արդյունքներ է ենթադրում։ Շնորհակալ եմ։